Հետք եմ, ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում։ Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական օլիգարխի նախագիծը ֆիլմում օգտագործված հարցազրույցների մի մասը նկարահանվել է Հայաստանում, այլ ֆիլմի եւ այլ թեմայի համար։ Հարցազրույց տված անձինք եւ Հայաստանում նկարահանումների կազմակերպիչ Միքայել Դեշունցն ասում են, չեն տեղեկացել, որ հարցազրույցները կարող են հայտնվել ադրբեջանական ֆիլմում, այս մասին գրում է Հետքը։ A-News ադրբեջանական միջազգային հեռուստաալիքի YouTube-յան ալիքում 2025 թվականի դեկտեմբերի 20-ին հրապարակվեց 1.5 ժամանոց ֆիլմ Բաքվում բանտարկված հայ գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին։ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել էր Հակարիի կամուրջն անցնելիս 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի բնակչության բռնի տեղահանման ժամանակ։ Նրան այնուհետև տեղափոխել էին Բաքու եւ առաջադրել մի շարք կեղծ մեղադրանքներ, ինչպես ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում ու գործունեությանը մասնակցություն, Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում եւ այլն։ Բաքու տարվելուց հետո Ռուբեն Վարդանյանը մի քանի անգամ հացադուլ է արել հայ գերիների ազատ արձակման, Բաքվում արդար դատավարության պահանջներով։ Ռուբեն Վարդանյանին հնարավորություն չէր տրվել ծանոթանալ պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Նա բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, որ ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգումների։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմին հնարավորություն չի տրվել մուտք գործել Ադրբեջան եւ իրականացնել նրա պաշտպանությունը։ Նրա գործով դատական գործընթացը դեռևս շարունակվում է։ Ֆիլմը հրապարակվել է ադրբեջաներեն, ռուսերեն ու անգլերեն։ Ֆիլմում ներառված են հատվածներ նախկինում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, ռազմական ու քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հիմնած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանի, նույն գործակալության ժողովի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանի հետ իսպանական TRT մեդիային տված հարցազրույցներից, որտեղ նրանք խոսում են կամ Ռուբեն Վարդանյանի կամ այնպիսի կազմակերպությունների գործունեության մասին, որոնց հետ Ռուբեն Վարդանյանը առնչություն է ունեցել։ Մինչդեռ նրանք համաձայն էին հարցազրույց տալ բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար։ Հայաստանում հարցազրույցներն արվել են նույն շրջանում 2025 թվականի սեպտեմբերին բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար։ Հարցազրույցներն անցկացրել է իսպանական TRTM Media Spain ֆիլմ արտադրող կազմակերպության տնօրեն, պորտուգալացի լրագրող Կարմեն Դոլորես Ֆրանցիսկո Մարկեսը։ Նա հարցազրույցների կազմակերպման ու նկարահանման դիմեր է Հայաստանում ֆրիլանս ֆիլմ արտադրող Միքայել Դեշունցին։ Վերջինիս խոսքով իր հետ կապ են հաստատել Բուլղարիայից, Դեշունցը հրաժարվել է բացահայտել անունները կամ կազմակերպությունը եւ առաջարկել են համագործակցել իսպանական TRTM մեդիայի լրագրող Կարմեն Մարկեսի հետ հարցազրույցներ կազմակերպելու եւ նկարահանելու համար։ Առաջարկին Միքայել Դեշունցը համաձայնել է։ Մարկեսը ներկայացրել է Հայաստանի մասին ծրագրված ֆիլմի նկարագրությունը եւ մարդկանց ցանկ, ում հետ ցանկանում էր հանդիպել հարցազրույցի նպատակով։ Դեշունցի խոսքով ինքը հաճախ է կազմակերպում նկարահանումներ եւ դա իր համար եղել է հերթական պատվերներից մեկը։ Իսկ կազմակերպությունը լուրջ տպավորություն է թողել, ուստի կասկածելի չի եղել իր համար։ Իմ աշխատանքը կայացել է ներկայացված ցանկի մարդկանց հետ կապ հաստատել, պայմանավորվել հարցազրույցի համար ու տեսանկարահանել հարցազրույցները։ Մենք լրիվ ուրիշ թեմայով հարցազրույցներ ենք կազմակերպել եւ այստեղ պարզապես ապահովել ենք օպերատորի, լուսավորողի եւ թարգմանչի աշխատանքը, պատմում է Դեշունցը։ Իրեն ուղարկված ցանկում մոտ 10 հոգու անուն է եղել, որից Դեշունցը կարողացել է խոսել ու պայմանավորվել միայն 4-ի հետ։ Ինչպես Դեշունցը, այնպես է Կարմեն Մարկեսը հրաժարվել են մեզ ասել, թե ի սկզբանե ում հետ պետք է կազմակերպվեին հարցազրույցները։ Հայաստանում նկարահանումները տևել են 5 օր։ Ֆիլմի նկարահանումից հետո, որտեղ ընդգրկված էին նաև Հայաստանում արված հարցազրույցները, Դեշունցը կապվել է Կարմեն Մարկեսի հետ պարզաբանման համար։ Անցկացված հարցազրույցները Ռուբեն Վարդանյանի մասին չեն եղել, միայն ընթացքում լրագրողը նաև Ռուբեն Վարդանյանին վերաբերող հարցեր է տվել։ Հրապարակված ֆիլմը որևէ կերպ չի առնչվում ի սկզբանե նկարագրված ֆիլմի հետ, ասում է Դեշունցը։ Կարմեն Մարկեսը Դեշունցին ասել է, թե իբր TRTM մեդիան ֆինանսական խնդիրների պատճառով թողել է ֆիլմի նախագիծը ու ստիպված է եղել վաճառել տեսանյութերը։